Երեկոյան ժամը 18:30 է, Մայր տաճարի զանգերը Սուրբ Պատարագի են հրավիրում հավատացյալներին։ Հայրապետական թափորը դիմավորում են բազմաթիվ հավատացյալներ։ Մեծից փոքր շտապում են ստանալ կաթողիկոսի օրհնությունը։ Հուլիսի 5-ին մեր եկեղեցին կնշի լուսավորչի նշխարների գյուտը, որը հիշատակվում է հոգեգալստից հետո, 4-րդ շաբաթ օրը։ Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին հունիսի 30-ից հուլիսի 4-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայրի եկեղեցում եւ Թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում ամեն օր երեկոյան ժամը 18:30-ին Սուրբ Պատարագ է մատուցվելու։ Երկուշաբթի օրը Մայրավանքում պատարագիչը Արցախի Թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր։ Պատարագին ներկա էին Արցախի պետական եւ հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ընտանիքների անդամներ։ Սրբազան հայրը խոսեց Խորվիրապի գուբում 13 տարի բանտարկված մեր հավատի հոր, Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ նրա նշխարների գյուտի մասին։ Նա հավատացյալներին հորդորեց աղոթել ազատազրկվածների, մասնավորապես ադրբեջանական բանտերում գերության մեջ գտնվող հայրենակիցների համար եւ մեջբերեց եբրայեցիներին ուղված Պողոս Առաքյալի թղթից մի հատված։ Հիշեցեք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ։ Հիշեցեք նաեւ չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ Քրիստոնեության հազարամյա պատմական փորձառությունը ցույց է տալիս, որ անազատությունը, գերությունը անբաժան ուղեկիցներ են արդարության ճանապարհին, լինի դա հանցանքի արդար հատուցում, թե արդարությունը լռեցնելու գործիք, ասաց Սրբազան հայրը, հիշեցնելով, որ շուրջ 2 տարի է ադրբեջանական գերության մեջ է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչը քրիստոնյաներիս ու հայերիս համար ավելի հոգևոր, քան քաղաքական փորձություն է։ Թշնամին նրանց չի դատում ճիշտ կամ սխալ կառավարելու համար։ Թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած հայ, ով ապրել ու գործել է հանուն Արցախի, այսօր կարող էր հանգամանքների բերումով լինել ապօրինի բռնադատվածների մեջ։ Նրանք մեր ազգակից ու հավատակից եղբայրներն են, որ խավում են մեր ողջ հասարակական անկումի մեղքը, ասաց Սրբազան հայրը, հիշեցնելով, որ մեր եկեղեցին իդեմս Հայրապետի Բաքվում կատարվող անիրավությունների դեմ բազմիցս իր բողոքի ձայնն է բարձրացրել։ Վրթանես Սրբազանը հորդորեց ամենօրյա աղոթքներում հիշել նաև կալանքի մեջ գտնվող Միքայել եւ Բագրատ arczepiskopոսներին եւ մեր եկեղեցու նվիրյալ բարերար Սամվել Կարապետյանին։ Մաղթելով, որ ի վերջո հաղթանակի արդարությունն ու ճշմարտությունը եւ նրանք կարողանան Տիրոջով զորացյալ հաղթահարել այս փորձությունները։ Հիշեցնենք, հունիսի 27-ին կալանավորվեց Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Նույն օրը Մայրաթորը հանդես եկավ հայտարարությամբ հունիսի 27-ը որակելով որպես ազգային ամոթի օր։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։